Արմանը երբ որ ծնվեց, իրանից ոնց որ լույս դուրս գար, նույնիսկ մանկաբարձը ասեց հələ նայեք ինչ սիրուն երեխա է, հələ ինչ լուսավոր երեխա է լույս աշխարհ եկել։ Ու ես իրան տենց էլ դիմում էի լույսս։ Առաջին հերթին մենք շատ ուրախ էինք, որ ինքը ծնվելու էր այդ հրեղեն ձիու տարուն, որովհետև ես մինչև այդ գիտեի, որ հրեղեն ձիու տարու ծնվածները շատ հաջողակ մարդիկ են, թե իրանք իրանցով, թե իրանց ընտանիքի համար։ Ու ճիշտն ասած, հենց այդպես էր։ Իր մեջ այնքան կյանք կար, որ ուղղակի աննկարագրելի էր։ Դաժե ին վրա շատ էր խոսում, որ մի քիչ պոզիտիվ եղի, շատ ես իր վրա ջղայն անում էլի, ոնց որ շատ էին կռվում իրար հետ, ասում էր դու սենց բան չեմ մռայլ մի եղ, էլի ոնց որ մի քիչ իմ նման ուրախ եղի բան։ Այդ խոսք ուներ, ասում էր մարկա 80 տարի ապրում, բայց իր կյանքում ոչ բան չունի թողած, մարդը կա 15 տարի ապրում, բայց մի հատ որ ման իր հետևից մի հատ ամբողջ կյանք է թողնում։ Ինքը նույնիսկ երբ որ ջերմում էր անձայն, ոնց որ չուզենար, որ ինձ նեղություն տար։ Տարի 2 ամս եկաներ, մի օր իր վրա Երման ջուրը թափվեց ու այս վզի տակով ամբողջը վառվել էր։ Ինքը չէր լացում։ Որ ես մեկ-մեկ զարմանում եմ, ասում եմ Աստված իմ երեխան ցավ չի զգում, թե այսքան զուսպ է։ Ահա որ զուսպ էր։ Ինքը ընդհանրապես հանգիստ էր։ Իրան պետքա չջղայնացներ, որ ջղայնացնում էր ինքն է քո վրա ջղայնում, այդպես էր։ Արմանը առանձնանում էր իր մարդկային հատկանիշներով, լարվածություն իրանից կյանքում դու չէիր տեսնի։ Արմանը միշտ հանգիստ էր բնավորությամբ։ Մանկապարտեզի բոլոր այդ իր միջոցառումների ժամանակ հիմնական երգելը ու խոսք ասելը Արմանին էին տալիս, որտեղ իր մոտ շատ լավ էր դա ստացվում։ Մոտակայքում երաժշտական դպրոց կա Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը, գնացինք այնտեղ։ Ասեցի եկել եմ, ուզում եմ մի հատ իմ տղային լսեք։ Դե տնօրենը շատ մեծ ուրախությամբ, հին տնօրենն էլ, նոր տնօրենն էլ շատ լավ մարդիկ են, շատ մեծ ուրախությամբ մասնագետ կանչեց, լսեցին բան, ասեցին սա մեր աշակերտն է։ Մենք իրան էլ բաց չենք թողնի։ Երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում բացահայտեցի, որ այդ երեխան ունի շատ մեծ պոտենցիալ։ Այդ պոտենցիալը եւ նրան երկին երաժշտական ունակություններն էր եւ իր բնության տվյալներն էր։ 6 տարեկանից սկսվեցին իր դաժան օրերը, որովհետեւ հələ դեռ առաջին կիսամյակը նոր անցած արդեն ինքը համերգ էր նվագում։ Այսինքն դպրոցում լինում էին համերգներ, ու որի մեջ Արմանը պարտադիր մասնակցում էր։ Շատ քիչ երեխաներ կան, տղա երեխաներն ամանավանդ, որ կարողանում են զգալ արվեստը, զգալ երաժշտությունը եւ իր նվագը միշտ դա իր ներքին նվագն էր։ Ոչ թե իմ սովորացրած, ասենք սա այսպես պետք է լինի, սա այս ձևով պետք է նվագենք, այլ ինքը իրանը տալիս էր ներքին նվագը։ Բանակ գնալուց հələ դեռ մի տարի առաջ ինքը անդադ խոսում էր զոհվելու մասին։ Ասում էր 20 թվականին պատերազմը լինելու, ես էլ այդ ժամանակ ծառայության եմ գնալու, դե դա կզոհվեմ ու չեմ գա։ Այս իր մեծ նկարի ինքն է սարքել։ Այստեղ նստած գործ է անում, նկարը բերել է, ես նայել եմ ալբոմը իրանց, բերել է նայել եմ, բան վայ Արմոն, ես ինչ սիրուն տղա ես բալետ բան։ Մեկ էլ նստած այստեղ կոմպյուտերը այստեղ էր դրված, այստեղ անկյունում։ Գալիս եմ, ասում եմ, մամ մի արի այստեղ, մամ մի արի այստեղ։ Ասում եմ Արման, ինչ է եղել, ինչ ես անում։ Ասեց կանեմ կվերջացնեմ, նոր կգաս։ Հետո մեկ ասեց մամ, ուզում ես տեսնես ինչ էի անում, ասեցի հա, ասեց արի։ Արի նայ, եկա նայեմ ինչ տեսնեմ, ուրեմն սարքել է իր այս նկարը զոհվածի սեբրանկայով, զինվորի շորով, զինվորական հագուստով, թափորա գնում, այդ բանով եռագույնո դրոշով ծածկած դագաղը, պատկերացնում եք։ Իր ծառայության գնալուց 3 օր առաջ մեր վերևի
հատվածում 4 զանգվածի մի հատ 16 տարեկան տղայի ցայտ աղբյուր կա։ Գնացինք ոտքով ինձ հասցրեց այդտեղ։ Այնտեղ գրած է 16 տարեկան։ Մամաս մանա էս երեխան 16 տարեկան մահացել է։ Ասում եմ Արման, ինչ ես դու ցույց տալիս ինձ սա։ Ասում եմ մամ, գիտես չէ, իր ծնողը միջև այսօր չի հարմարվել։ Ասում են գժվել է։ Բայց դու ուժեղ ես, չէ՞ մամ ջան։ Ասում Արման, ես ինչ ես դու խոսում։ Նորից էլի ման գալով եկանք այս մեր բակը, որտեղ որ իրա պուրակն է։ Ասեց մամ, ես Ծիրանի ծառը ինչքան սիրուն է, չէ՞, ասի շատ սիրուն է տղես։ Որ զոհվեմ, այստեղ իմ պուրակը կսարքես։ Այդ սառը ջրից թող գան խմեն հովանան։ Սիրուն ծաղիկներ կանես, ասեց, թող սիրահարները գան նստեն։ Թող երեխեքը խաղան։ Ու նույն ձևով էլ այդ իր առաջին օրը, որ գնում է, պետքա գնաց արարության, դե ամուսինս տղաս սկեսրայրս արդեն դուրս են եկել, ես եմ պատրաստում, իրան ոչ մի ձև չեմ կարողանում կողմից անեմ։ Արման արթնացի, պետքա գնանք այդ վայնկոմատ, վերկաց, ասեց ման դե եսա գնալու եմ, էլ չգամ էլի։ Շատ պատահական տրանսպորտի մեջ ես բարձրացա եւ մի գոռոց եմ լսում։ Ես մի անկյունում եմ, Արմանը սկզբում է Գել Կոստանյան ու բացականչումը հասավ ինձ, փաթաթվեց շատ ուրախ տրամադրությունով ես գնում եմ բանակ։ Ես մի պահ բան ասի վայ Արման ջան, ցանկանում եմ գնաս ամփորձանք ծառայես եւ վերադառնաս։ Երբ որ ես վերադառնամ, ես անպայման կգամ ձեզ մոտ, ասի ես դրանում չեմ կասկածում։ Դա եղել է մեր վերջի հանդիպումը եւ ասեմ, որ դա շատ ցավալի ինձ վրա տպավորություն ա թողել, որտեղ ոնց որ ես այդ երեխային վերջի անգամ տեսա եւ ճանապարհեցի։ Օդս ու ջուրս էր ինքը։ Ես իմ երկու տղաների հետ էլ շատ լավ ընկեր եմ եղել, բայց Արմանը, քանի որ անդադ իմ ուշադրության կարիքն է ունեցել, ոնց որ իրանից բաժանվել ինձ համար ես շատ հիվանդագին տարա։ Բայց երբ որ ինքը զանգ էր տալիս, այդ ծառայության հենց գնացած հաջորդ օրվանից, այսինքն հենց հասել է ինքը իր զորամաս, հաջորդ օրը զանգ տվել ու ինձ առաջի նախադասությունը մամ դրախտ եմ ընկել։ Գոհեր իր ծառայությունից, ասում էր շատ սիրուն տեղը Մարտակերտից, ոնց նայում ես, սաղ ծառու բնություն է, ասում էր ինձ մնար կմնա այստեղ։ Շատ գոհեր։ Նույնիսկ մի օր հումորով ասեց, մամ այնքան իր բառերով եմ ուզում ասեմ, ինձ այնքան է դզում ստեղ, որ ես նույնիսկ մտածում եմ միգուցե շարունակեմ։ Ես այդտեղ շատ բարկացա, այսինքն դու գժվել ես, դու երգիչ ես։ Սեպտեմբերի 26-ին Իրիկունը 10:30 էր զանգ տվեց։ Ես ու մեծ տղաս դուրս էինք եկել մի փոքր մաքուրոտ շնչելու։ Զանգ տվեց, խոսեցինք բան, բայց ես ձայնի տոնի մեջ զգացի, որ ինչ որ մի տեսակ անհանգստություն կա, ու ասացի Արման, ինչ է եղել, ձայնը ճիշտ ասած ինձ դուր չի գալիս։ Ասեց մամ, հիմա մի բան եմ ասում, բայց դու քեզ շատ ված չզգաս, ոնց որ պատերազմ է սկսվում։ Նույնիսկ պատերազմի օրերին էր ինքը հաճախակի զանգ տալիս, որովհետև մեծ տղաս էլ էր գնացել կամավոր, հիմնականում զանգ էր տալիս իմանալ եղբորից տեղյակ եմ թե չէ։ Ու մենք ոնց ենք։ Ես Ասկերանի շրջանի Աղդամ այդ շրջանում էի, հենց սեպտեմբերի 27-ին որոշեցին ես ու ընկերս գնանք։ Գնացինք կամավորագրվեցինք, գնացինք պատերազմ։ Այդ ընթացքում Արմանի չեմ կարացել կապ հաստատեմ։ Այսինքն զանգում էի մամային, հարցնում էի Արմանը զանգել է, ինչ ասի, ինչ չի ասել, տենց էի իմանում իր մասին էլի։ Հետո որ ես ուզում էի զանգել իրան, իր համարը միշտ անասանել էր լինում։ Մենք այնքանով էինք հանգիստ, որ ինքը նոր էր գնացել ծառայության, այսինքն դեռ այդ առաջի 6 ամիսն էլ չէր անցել։ Մտածում էինք միգուցե իրանք պաշտպանված կլինեն բունկերում։ Կարայի գնայի իր մոտ, բայց չգնացի զուտ նրա համար, որովհետև մտածում էինք դե մալադոյա բունկերներում են պահելու, ես էլ որ գնամ ավելորդ բեռ եմ լինելու իրանց մոտ, ավելի լավ է, ոնց որ զինվորներ կան, որ առաջնագծում են ու իրանց կողքը պետք է մարդ լինի, հիմնական իմ նպատակը այդ է եղել, որ գնամ կանգնեմ զինվորի կողքին։
Բայց հետո արդեն երբ որ պատերազմից անցել էր երևի մի 10 օր, ինքը ինձ ասեց, որ իրանք ոչ մի օր բունկերում չեն եղել։ Հենց առաջին օրվանից էլ իրանց, այսքան առավոտյան 7-15 ռմբակոծվել էր իրանց չաստը, հենց այդ ժամանակ իրան առաջի զոհերն են տվել նորակոչիկների 29 երեխա իր ընկերներից զոհվել են, որտեվ արդեն այդ խառնվել են իրար վազել են դեպի բունկեր, որտեղ որ էլ աթսը ընկել էր իրանց վրա ու զոհվել էին։ Արմանը շատ ծանր էր տարել իր ընկերների մահը, շատ։ Երևի թե հոկտեմբերի 10-ի կողմերն էր։ Զանգ չտվեց, 13-ին զանգ տվեց, ճիշտ ասած ինքը ասաց, ես հոգեբուժարանում եմ։ Ասացի ոնց, ինչ ես խոսում Արման։ Ասեց մամ, աչքիս առաջ նստած հաց էին կոտում ընկերներով ու մեկ էլ մեր վրա մեզ ռմբակոծեցին։ Երբ որ արդեն ես ուշքի եկա, բոլոր ընկերները զոհվել էին։ Մենակ ես եմ կենթանի մնացել։ Ընդամենը աջ ձեռքիս վրա մի հատ փոքր քերծվածք։ Ինքը խոսում էր շատ տարիքով մեծ մարդու ձայնով։ Ու գիտեք ինչ էր ասում էր ինչով եմ ես լավ իրանցից։ Կարելի է ասել ինքը լուր ողբում էր։ Ինչի համար ես էլ իրանց հետ չգնացի։ Ուրեմն իր այս ընկերը, այստեղ որ նկարի մեջ կա Հակոբ անունը, ինքը բոքսի չեմպիոն է։ Հակոբի հետ եմ խոսում, ասում է Քրիստի Քուրիկ ասում է, ուրեմն երբ որ պատերազմը սկսվեց, դուք պատկերացնում եք, թե ես ինչ ուժեղ եմ։ Ես վախենում էի։ Ասում է ու շատ ասում։ Արմանս դե Նիհար բոյով էր, ինքն էր ուժեղ, բայց Նիհար բոյով դե երաժիշտ էր ինքը իրականում։ Ինքը հոգով շատ նուրբ էր։ Ասում է Արմանն ինձ էր մեզ դուխ տալիս, որ թուրքն ա որ դուք թուրքից վախենաք։ Պատերազմը տղու համար է։ Ինքը ոնց որ կարացել է էլի շուտ սովորի տեղանքին հարմարվի ու ճիշտ կապի միջոցով տեղերը ասի, որտեղ որ հնարավոր է ճիշտ խփել այդ սնայրադները, այդ ամեն ինչը ինքը լավ է արել։ 3 օր հետո իր ստորագրությունով ինքը դուրս է գալիս հոսպիտալից, հրաժարվում է բուժումից ու գնում է նորից էլի իր մնացած ընկերների մոտ։ Ուսումնական գումարտակից ինքը տեղափոխվել էր Հրետանու պետի կառավարման դասակ, արդեն ինքնըստինքյան նենց էր դասավորվել, որ կռվի ժամանակ ինքը հրետանավորների հետ բարձրացել էր դիրքեր։ Այսինքն էլ չէին նայ ինքը մալադոյ է թե մալադոյ չի, բոլորի հետ ինքը բարձրացել էր դիրքեր։ Այնպես էր ոնց որ մեկը զանգում էր, արդեն սպասում էի մյուսի զանգին։ Այդ օրը անցնում էր, էլի լույսը բացում էր, սպասում էի, մեկը զանգում էր, սպասում էի մյուսի զանգին, ու որ մյուսի զանգը արդեն ուշանում էր, իմ մոտ սկսվում էր խառը վիճակներ, ինչ ասես կմտածես։ Մեծը զանգ տվեց 27-ին առավոտյան 11-ներ 11 անց, այտենց խոսեցի, ասեց ապերը զանգել է, ասեցի չէ բալես, դեռ զանգ չի տվել։ Ասեց լավ մամ, դե ձեզ լավն է, հարցրեցի Վազգեն ինչ եք կերել, ասեց սնիկերս։ Տենց ճիշտ ասած միշտ տենց էր։ Տղայից հարցնում էի մեծին ինչ եք կերել, ասում էր սնիկերս, հետո փոքրին Արմանի հետ էի խոսում, ասում էի բալես ինչ ես կերել, ասում էր սնիկերս։ Մի օր էլ հումորով ասեցի ես չեմ հասկանում, դուք պատերազմի եք մասնակցում, թե սնիկերս ուտելու եք գնացել, սենց հումոր արեցի, ծիծաղեցինք անցավ։ Բայց հիմա մտածում ասում եմ միգուցե խափում էին, էլի իրականում երևի չէին էլ կերել, ուղղակի տենց ասում էին, որ ես բանջարն էի։ Իրականում Արմանենք եղել են Մարտակերտի ու Հորաթաղի ընկած այդ արանքում մի հատ բարձր սար կա, այդ սարի գլխին են եղել հրետանավորներով։ Իրանց ընդհանրապես թշնամու կողմից Պուշկեքը որ կրակել են, իրանց չի հասել, այսինքն այնքան բարձր է եղել այդ սարը, որ եկել է Պուշկին ընկել է այդ սարի լանջին։ Իրանց մենակ հնարավոր էր հարվածել լաթրսներով։ Ամսի 27-ին արդեն մեծի զանգից հետո 2:25 րոպե էր Արմանը զանգ տվեց։ Վերցրեցին ինձ ուրախացա, ողաստի բալես ինչ լավ է, աղբերը զանգել էր, քո զանգին էի սպասում։ Ասաց մամ, լսում ես ինձ։ Ասացի բալես ես քեզ լավ եմ լսում։ Ասաց մամ, ասաց ես քեզ բան եմ ուզում ասեմ, ասացի ասա։ Ու այդ ընթացքում ձայնը գնում է գալիս է։ Ես հասկացա, որ ԱԹՍ-ը է պատտվում իրանցի մոտ։ Ու ձայնել եմ լսում, այդ ԱԹՍ-ն մի տեսակ ձայն ունի, որ բնգոցի նման։
Աստի Արման այդ աթսը ասեց հա մամ, աստի ուզում ես անջատի դա կհեռանա նորից էլի զանգ կտաս։ Չէ մամ, չէ, հանգարց ասեց չանջատես հեռախոսը։ Լսի ինչ եմ քեզ ասում, ասեց իմ համար անելու էլ բան չկա։ Ասում Արման, այդ ինչ ես դու ասում, վիրավոր ես։ Ասեց չէ, ասեց դե երթվի, ասեց 101%։ Հիմա իմ համար այդ 101%-ը արդեն ամենաստուտ երթունն է, որովհետև չգիտեմ ինքը որտեղից գիտեր, որ այդ օր իրա վերջին օրն է։ Ասեց մենակ քեզ մի բան եմ ասում, մամ, դու չմոռանաս թե դու ով ես, դու ուժեղ ես։ Ասի Արման, ես այնքան ուժեղ չեմ, որ քեզ կորցնեմ։ Ասեց չէ մամ, ասեց դու մի բան իմացի, որ ունես Վազգեն, ինձանից հետո դու պիտի ապրես իր համար, ու մեկ էլ փրկե աղբորս։ Ասի Արման, ես ինչ ես դու ասում։ Ու անջատվեց։ Այդ եղավ մեր վերջի խոսակցությունը։ Այդ օրը արդեն երեկոյան 5:30 կողմեր, այսինքն մոտավորապես 3 ժամ հետո տղա զոհվել է։ Արդեն բանից այդ իր եզրակացությունից մենք հասկանում ենք, որ իրան աթսն է հարվածել։ Հետմահու երկու հատ մեդալ, մի հատ Արայք Հարությունյանի կողմից մարտական, մի հատ է Գավեգին Նժդե։ Այդ օրվա մեր խոսակցությունը ինձ համար մի հատ շատ մեծ հարցական է։ Որտեղից գիտեր, որ այդ օր իր վերջին օրն է, ինչ գիտեր, որ էլ անելու բան չկա։ Ու բացի այդ էլ մտածում եմ, ինչ էր մտածում, որ պիտի անեինք, որ չարեցինք։